Բարեացերի քուրեր եղբայրներ ջան, եկեք ամբողջացնենք Հռոմեացիս 9:6-13 համարները։ Ես տեսնում եմ, որ ձայնագրությունը բարդ է ստացվել, որովհետև հատվածն է բարդ։ Ամեն դեպքում այս բարդությունը կարող է հաղթարվի, երբ որ մենք նախորդ ձայնագրությունները առավել ճիշտ հասկացել ենք, որովհետև այս հատվածում ինքը հանդիսանում է Հռոմեացիս թղթի միջանկյալ, կարելի ասել միջուկը, որովհետև կա մոտակա կոնտեքստը, մյուս մտքերը, որ առաքյալը զարգացել է, եւ կա արդեն սրանից հետո ավելի հեռակա կոնտեքստը, եւ սա միջանկյալն է։ Դրա համար այստեղ առաքյալը խոսում է Իսրայելի ֆունկցիոնալ դերի մասին Աստծո փրկության ծրագրի մեջ։ Անդրադառնում է Իսրայել հասկացողության երկու կատեգորիայի՝ էթնիկ Իսրայել ժողովրդի ընտրության եւ իրականում իսրայելացի ասելով ի նկատի ունենալով խոստումի որդիներ փրկվածների առումով, որոնք կապված են Աստծո սուվերեն կամքով ընտրության հետ։ Տեսեք, երկուսն էլ ընտրության հետ կապված են։ Աստծո ընտրությունից կապված է նաեւ Իսրայելի էթնիկ ժողովրդի ֆունկցիոնալ դերը, որին Աստված օգտագործում է, եւ կա նաեւ իսրայելացի հասկացողություն, երբ որ առաքյալն օգտագործում է այս բառը, ի նկատի ունի արդեն փրկվածներ։ Տեսեք, ես հենց 6 համարում, որտեղ ինքը այդ հարցադրումն է անում, անմիջապես այդ սկզբունքը առաջ է քաշում։ Տեսեք 6 համարը։ Բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել։ Այս խոսք բառը վերաբերվում է Աստծո կողմից Աբրահամին տված խոստումին։ Որտեղ խոստումի որդիք հասկացողությունը առաքյալի տերմինաբանության մեջ նշանակում է փրկվածները։ Եվ բայց այդ խոստումի որդիներ կան նաև Իսրայելի էթնիկ ժողովուրդը, որ ոչ բոլորն են փրկված։ Հիմա տեսեք, բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը։ Մտածեք իմ կարդացածի վրա, խնդրում եմ, կամ դուք ինքներդ նայեք։ Ոչ թե ամենքը, այսինքն երբ որ պատասխանում է հարցին Աստծո խոսքը, Աստծո խոստումը տված Աբրահամին գետնին չի ընկել, չեղյալ չի համարվել, այս շարունակվում է այդ խոստումը, անմիջապես շեշտում է, որ ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը։ Այսինքն որ պատկերացրեք, ես հիմա ձեզ ասեմ, ոչ թե ամենը, որ հայեր են, նրանք են հայեր։ Կամ ոչ թե ամենքը, որ հայերն են, նրանք են համարվում հայ։ Բա ով է համարվում հայ, եթե ոչ հայերը։ Բա ով է համարվում Իսրայել, եթե ոչ իսրայելացիները, ճիշտ է, բայց այստեղ առաքյալը իսրայելացի բառի տակ երկու կատեգորիա է շեշտում։ Տեսեք, ոչ թե ամենքը, որ իսրայելացի են էթնիկ ժողովուրդ են, ազգությամբ իսրայելացի են, բայց ասма նրանք չեն Իսրայելը։ Այսինքն այստեղ իսրայելացի ասելով ի նկատի ունի էթնիկ ժողովուրդ առաջի հատվածում, ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, ի նկատի ունի էթնիկ ժողովուրդը, որ կա, բայց ոչ նրանք են Իսրայել, այսինքն նա չի փրկվածները, նա չի խոստումի որդիները, նրանք չեն խոստումի որդիները։ Նրանք իսրայելացիներն են, որոնք նույնպես Աստծո փրկության ծրագրի մեջ ֆունկցիոնալ դեր ունեն։ Օրինակ, անցյալ անգամ ես շեշտեցի, Իսուս Քրիստոսը պիտի ծնվեր այդ ժողովրդի մեջ։ Այդպիսի ժողովուրդ պիտի ձևավորվեր որոշակի աշխարհագրական վայրում, որտեղ Աստված պիտի նաև օրենք տար նրանց, եւ այդ օրենքի շրջանակներում պիտի գար Քրիստոսը, եւ օրենքի տակ լինելով օրենքի տակ լինողներին ազատեր։ Այսինքն սրանք բոլորը Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր բաղադրիչներ են, եւ Իսրայելը որպես էթնիկ ժողովուրդ կապված Աստծո ընտրության հետ, եւ խոստումի որդիները, որոնք արդեն Հիսուս Քրիստոսին հավատացողներն են, համարվում են Աստծո որդիներ։ Դա վարինք այստեղ օգտագործել է Աբրահամի որդի, Աբրահամի սերունդ ասելով ի նկատի ունի էթնիկ ժողովուրդ, Աբրահամի որդի ասելով ի նկատի ունի խոստումի որդի կամ փրկվածներ։ Մենք պետք է այս հատվածի մեջ սրանք զանազանենք, եթե ոչ դժվար կլինի։ Դա համար անցյալ անգամ ես ասացի, որ 6-րդ համարը հանդիսանում է այդ հարցադրումը, եւ եթե մենք այդ հարցադրումից շեղվենք, ընդհանրապես ուրիշ միտք կհասկանանք արդեն նրա խոսքերի մեջ։ Եկեք ընթերցենք հենց 6-ից մինչև 13-ը եւ ես կփորձեմ ավելի ամբողջացնել։ Եկեք հիշենք, որ մինչ որ առաքյալը այս միտքը կզարգացնի, մեր մոտակա կոնտեքստում մենք տեսնում ենք, որ առաքյալը ներկայացնում է Աստծո որդիներին, որոնք փրկվում են ավետարանին հավատալով, ոչ թե Աբրահամից ծնված լինելով, ոչ թե օրենքի գործերը կատարելով, այլ Քրիստոսին հավատալով, 8-րդ գլխում առաքյալը նրանց ներկայացնում է փրկության որդիներ կամ ներկայացնում է Աստծո որդիներ։ Եվ Աստծո որդիների միջուկ որպես այսինքն փրկության կարևոր
շեշտ դնում է Աստծո գերիշխանության վրա, այսինքն նրա անկախ ընտրության վրա, ոչ թե մարդու գործերի, ոչ թե մարդու ֆիզիկական ծնունդի, թե որ ազգից է, ումից է ծնվել, Աբրահամից է, թե ոչ, այլ Հիսուս Քրիստոսին հավատալու վրա։ Եվ անմիջապես ցույց է տալու, որ Հիսուս Քրիստոսին հավատում են նրանք, որոնց Աստված աշխարհը ստեղծելուց առաջ ընտրել է եւ ընտրության օղակներում նախասահմանել է, որ նրանք իր որդու պատկերի նմանակիցն են։ Ես հիմա մեջ բերում եմ 8-րդ գլխի 28-ից 31 համարները։ Եվ ասում է նրանց, որոնց նախասահմանել է իր որդու պատկերի նմանակից լինելու, նրանց էլ կանչել է։ Եվ ում որ կանչել է, նրանց էլ Քրիստոսի արդարությունով արդարացրել է։ Եվ ում որ արդարացրել է, նրանց էլ փառավոր էլ արել։ Այսինքն նրանց ում որ ընտրեց, նրանց էլ փառքին մասնակից արեց։ Դրա համար հարց էր առաջանում, բա ինչ եղավ Իսրայելի ընտրությունը։ Իսրայելիներ էր ընտրել։ Ինչի Իսրայելը մերժեց Քրիստոսին։ Ուրեմն կամ Հիսուսը Քրիստոսը չէր, կամ էլ Աստված չեղյալ համարեց իր ընտրությունը։ Դրա համար Առաքյալը պատասխանում ասում է. «Քավ լիցի» կամ ոչ թե, բայց ոչ իբր թե Աստծո խոստումը կամ Աստծո ընտրությունը գետին է ընկել։ Այստեղ խոսքը նայում եք 6 համարում սա է։ Եկեք ընթերցենք եւ սկսում է բացատրել Իսրայելի այս երկու ֆունկցիոնալ դերերի մասին։ Այստեղ մենք տեսնելու ենք, որ երկու կարևոր սկզբունք։ Հիմա այսօր մենք ամբողջացնում ենք։ Մեր նախորդ ձայնագրությունը նույնպես նայեք։ Ես գիտեմ, որ երկրորդ ձայնագրությունը առավել դժվար է ստացվել, բայց փորձեք ավելի աղոթքով, Աստծո շնորհքով կարողանանք այս միտքը ընկալել, որտեղ հետագա մտքերը, որը զարգացնելը շատ կապված է մեր այսօրվա հասկացողությանը։ Հիմա տեսեք։ Առաքյալը ներկայացնում է, որ փրկությունը կապված չի ֆիզիկական ծնունդի հետ, երկրորդ ցույց է տալիս, որ փրկությունը կապված է Քրիստոսին հավատալու հետ կամ Աստծո անկախ ընտրության հետ։ Նորից փրկությունը առաջի հատվածում ինքը զարգացնելու է միտք 6-ից մինչև 9 համարները զարգացնելու է, որ փրկությունը կապված չի ֆիզիոլոգիական ծնունդի հետ։ Արդեն 9-ից մինչև 13 զարգացնելու է, որ փրկությունը կապված է Աստծո անկախ կամ սուվերեն ընտրությունից։ Դա համար անդրադառնալու է Իսահակի զավակներին։ Սա կարևոր է։ Հիմա եկեք ընթերցենք։ Բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, նրանք են Իսրայելը, եւ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիկ են։ Նորից վերև խնդրում եմ ուշադիր եղեք, տեսեք, ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, այս առաջի իսրայելացի են, դա ժողովրդի հետ է կապված, ասում են նրանք չեն Իսրայելը։ Ուրեմն կա իսրայելացի եւ կա Իսրայել։ Տեսեք, հետևից, եւ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, այս Աբրահամի սերունդ են, նույնպես ժողովրդի հետ է կապված, ամենքը որդիկ են։ Որդիկ են, դա փրկվածներ են։ Տեսեք երկու կատեգորիան։ Կա իսրայելացի, բայց այն Իսրայելը չի, եւ կա Աբրահամի սերունդ, բայց այն որդին չի Աբրահամի։ Այս սա պետք է դուք զանազանեք։ Դրա համար առաքյալի այս տերմինաբանությունը, եթե մենք չզանազանենք, նույնիսկ այս փոքր հատվածների մեջ շատ դժվար կլինի հասկանալ ինչ միտք է զարգացնում առաքյալը։ Նորից ինքը ներկայացնելու է Իսրայել հասկացողության երկու կատեգորիա, որը կապված է Աստծո սուվերեն ընտրության հետ, եւ Իսրայելը որպես էթնիկ ժողովուրդ Աստծո ընտրության հետ է կապված։ Եվ այդ Իսրայել հասկացողությունը, որ Աստծո որդիներ են կամ խոստումի որդիկ, նույնպես կապված Աստծո սուվերեն կամքի հետ կամ ընտրության հետ։ Այսինքն մենք պետք է զանազանենք առաքյալն ինչ է ցույց տալի։ Դրա համար 10-ից 11-ում արդեն խոսելու է նույնիսկ Իսրայել ժողովրդի, այսինքն այդ էթնիկ ժողովրդի կարգավիճակի, որոնք մերժվեցին, հատուկ նրանց մերժվածություն եկավ, որպիսի հեթանոսներին նախանձի գրգռի։ Այսինքն այստեղ մենք պետք է հասկանանք, որ Աստված իր փրկության ծրագրի մեջ ֆունկցիոնալ դեր ունի եւ Իսրայելի էթնիկ ժողովուրդ հասկացողության հետ, եւ իսրայելացի կամ Աստծո որդի կամ խոստումի որդիկ, այս հասկացության, որը կապված է փրկվածների հետ։ Որտեղ 8-րդ գլխում, երբ որ ինքը խոսում է փրկության Աստծո որդիների հետ մասին, տեսեք օրինակի համար։ Մի փոքրիկ անդրադառնանք 8-րդ գլխի 28 համարին։ 23 համարից եւ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ որ հոգու առաջի պտուղն ունենք, առաքին ասում, մենք էլ մեր անձերում հառաչում ենք որդեգրության սпасելով, այսինքն մեր մարմնի ազատության։ Այսինքն երբ որ կամբողջանանք եւ որդիներ կդառնանք Աստծո։ 28 համարում ասում է, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին, Աստծուն սիրողները դրանք Աստծո որդիներն են, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են ու դեպի բարի նրանց, որ նախասահմանվելով կանչված են։ Եվ ինքը սկսում է արդեն խոսել սուվերեն ընտրության մասին։ Հետևից ասում է, որովհետև նրանց որ առաջուց ճանաչեց, դա յադա բառն է եբրայերեն, ճիշտ է, հատվածը հունարեն է, բայց առաքյալը խոսում այդ ընկալումով ճանաչեց, որտեղ ինքը այս բառը ինքը մեջ բերելու է 11-րդ գլխում մեջ բերելու է արդեն 5 կտակարանից։ Շատ կարևոր է որ մենք սա հասկանանք։
Դրա համար, այսինքն այստեղ խոսում է սովորեն ընտրության մասին, նրանց որ ճանաչեց, նրանց էլ նախասահմանեց իր որդու պատկերին, կերպարանքից որդու պատկերին, այսինքն նրանք, որոնք նմանվում են Քրիստոսին, նրանք էլ համարվում են Աստծո որդիներ, եւ նրանք, որոնք նմանվում են Քրիստոսին, հենց այնպես չի, որ իրենց կյանքում մի օր սկսեցին նմանվել, նրանք նախասահմանված էին աշխարհը ստեղծվելուց առաջ, բայց երբ որ Աստված ժամանակը գիտի, ինքը կանչեց նրանց, սկսեց այդ process-ը արդեն իրականանալ, բայց նրանք արդեն նախասահմանված էին դեռ աշխարհը չստեղծված։ Այս մտքերն է զարգացնում։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք Աստծո որդիների հասկացողության մասին, պետք է իմանանք, որ առաքելը նույնպես օգտագործելու է Աբրահամ բառը, շեշտելու է Աբրահամի որդի, բայց նաև շեշտելու է Աբրահամի սերունդ, որը կապված է ֆիզիոլոգիական սերմի ծնունդի հետ, բայց որդի արդեն կապված է խոստումի որդի, այսինքն Աստծո փրկվածների առումով։ Սա մենք պետք է զանազանենք։ Եկեք ընթերցենք հիմա։ Բայց ոչ իբր թե Աստծո խոսքը գետին է ընկել, որովհետև ոչ թե ամենքը, որ իսրայելացի են, դա ժողովուրդը, նրանք են Իսրայելը, փրկվածը, եւ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, այսինքն էթնիկ ժողովուրդը, ամենքը որդիկ են, փրկված են, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի։ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, այսինքն Իսահակով պիտի լինի այդ փրկվածների սերունդը, բայց մենք մտածում ենք, ուրեմն, ահա, հիմա արդեն Աստված ուղղակի ասել է, որ Աբրահամ, դու ունեիր շատ զավակներ Քետուրայից, Հագարից, դրանք իսրայելացի չեն, դրանք փրկված չեն, բայց Իսահակի ուճուղը, այսինքն ուղիղ Իսահակից ծնվածները փրկվածներ են։ Ոչ, ինքը սա էլ ասում ոչ, որտեղ այսինքն Իսահակ հասկացողության տակ առաքյալը հասկանում է Աստծո խոստում, որտեղ Իսահակը ծնվեց Աստծո խոստումով, մնացած որդիները Աբրահամի, Քետուրայից, Հագարից ծնվածները Իսմայելը, նրանք խոստումով չեն ծնված, նրանք Աբրահամի եւ Սարայի միջոցով մարդկորեն մտահաղացումից էր։ Սարան ասեց ծառայի մոտ մտի եւ որդի կունենան։ Այսինքն սա Աստծո խոստումը չէր որդի տալու առումով։ Աստված խոստումը իրականացավ արդեն Սարայի, որի արգանդը փակ էր, իրականացավ Իսահակի առումով։ Դրա համար ինքն ասում է Իսահակով քեզ համար խոստումի որ սերունդ կլինի։ Եվ այս սերունդը արդեն ինքը անունը դնելու է խոստումի, այսինքն սերունդ ասելով նույնպես չի հասկանում ֆիզիոլոգիական Իսահակից ծնվածներ, այլ երբ որ ասում է Իսահակով, ի նկատի ունի Իսահակ այն ազնն է, ում Աստված խոստում տվեց որ կծնվի։ Այդ խոստումի որդի հասկացողությունը մենք պիտի ընկալենք։ Դա համար ասում է ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք։ Տեսեք, ոչ թե մարմնից ծնվածները եւ Աբրահամից եւ Իսահակից մարմնից ծնվածները չեն որդիք, Աստծո որդիք։ Այլ խոստման որդիք են սերունդ համարվում, այլ խոստումի որդիներ։ Կա Աբրահամից եւ կա Իսահակից ծնված որդիներ, որոնք էթնիկ ժողովուրդն է Իսրայելի։ Եվ կա խոստումի որդիներ, որոնք Աստծո սուվերեն կամքից են ծնված, այս սրանք արդեն ժողովուրդ են փրկվածների, Աստծո որդիներն են։ Պետք է զանազանենք։ Առաքյալը այս երկու ճյուղն առաջ քաշում նորից 7 համարից շարունակենք։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, սա էթնիկ ժողովուրդ, ամենքը որդիկ են, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, հիմա ավելի ամառացնում, այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք, ոչ Աբրահամի մարմնից ծնված, ոչ Իսահակի մարմնից ծնվածները փրկվածները չեն։ Այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք, այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։ Ուշադրի նայեք, ինքը կարևոր տերմին է հիմա օգտագործում։ Խոստման որդիք են սերունդ համարվում։ Այստեղ սերունդ բառը փրկվածների հետ է կապված, որտեղ նույն հատվածի մեջ ինքը եւ սերունդ բառը, եւ որդի բառը օգտագործում է եւ էթնիկ ժողովրդի առումով, եւ փրկվածների առումով։ Պետք է զանազանենք հատվածը ինչպես է զարգացնում առաքյալը։ Տեսեք, այսինքն ոչ թե մարմնի որդիք են Աստծո որդիք։ Ուրեմն մենք ինչ ենք հասկանում։ Աբրահամի տված Աստծո խոստումը գետին չի ընկել, որտեղ այդ խոստումի մեջ կար եւ Իսրայելի ժողովուրդ, որը փրկվածները չեն, դրա համար մերժեցին Քրիստոսին։ Նրանք այն ժողովուրդն են, որը Աստծո փրկության ծրագրի մեջ ֆունկցիոնալ դեր ունեն։ Եվ կա խոստումի որդի, որը փրկության հետ է կապված։ Առաքյալը ասում է Աստծո խոստումը գետին չի ընկել։ Աստված այդ երկու Իսրայելով գործ է անում։ Մեկը փրկվածներն են Իսրայել համարվում, մյուսը ժողովուրդն ընդհանուր էթնիկ, որը Աստծո փրկության ծրագրի մեջ գործ ունի անելու։ Եվ 10-ից 11 գլուխներում ինքը այդ միտքը զարգացնելու է, թե ինչ ֆունկցիոնալ դեր ունի Իսրայելը որպես ժողովուրդ։ Շարունակենք 7-ից նորից։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են, Աստծո որդիք են, ոչ, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի եւ անմիջապես ասում, այսինքն ոչ թե մարմնի որդիք են, Աստծո որդիք։
Տեսեք, ոչ թե մարմնի որդիկ, այսինքն ոչ թե Աբրահամից ծնված եւ Իսահակից ծնված, Սերմից ծնված որդիներն են Աստծո որդիներ, փրկվածներ, այլ խոստումի որդիկն են սերունդ համարվում, փրկվածներ համարվում։ Ինչ է նշանակում խոստումի որդի։ Եվ անմիջապես ցույց է տալիս այդ խոստումը ինչ է նշանակում։ Բացատրում է խոստումի անտալոգիան, խոստումը իրանից ինչ է ներկայացնում։ Տեսեք, ին համար, որովհետև խոստումի խոսքը սա է։ Ուշադիր նայեք այստեղ մի կարևոր բան։ Երբ որ առաքյալն ասում է, որ Աստծո խոսքը գետին չինք է, տեսեք 9 համարում խոստումը, այդ խոսքը խոստումի հետ է կապված։ Այսինքն Աստծո խոստումը գետին չինք է, ոչ թե ընդհանրապես խոսքը։ Այսինքն ոչ թե տեսեք, եւ 9 համար, որտեղ խոստման խոսքը սա է, հիմա բացատրում է թե այդ խոստումը ինչ է նշանակում։ Խոստման խոսքը սա է, թե այս ժամանակում կգամ եւ Սարային որդի կլինի։ Տեսեք, ինչի հետ է կապված այս հատվածը։ Խոստման խոսքը այն կապված էր Աստծո սուվերեն ընտրության հետ։ Ով է ընտրում ժամանակը, որովհետև ասում է այս ժամանակ կգամ, ով է դա ընտրում։ Աբրահամը ասեց, որ ժամանակում է ուզում որ որդի ունենա, ոչ, Աստված է որոշում ժամանակը։ Սա կապված է Աստծո սուվերեն ընտրության հետ։ Ասում է խոստման խոսքը սա, այսինքն խոստման որդիները, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում խոստումի որդի, որոնց տակ բովանդակություն դնում առաքյալը փրկվածներ, պետք է եւ բացատրում է թե ինչի նկատի ունի խոստում ասելով։ Խոստում ասելով ի նկատի ունի ֆիզիկական այդ սերունդից այդ մարդուց ծնվածներ, այլ խոստումի որդիկ։ Տեսեք, եթե նայենք ընդհանուր ծննդոց գրքին, Աստված Աբրահամին ասում է խոստումի որդի, ճիշտ է, բայց հիմա առաքյալն օգտագործում է խոստումի որդիներ, խոստման որդիկ։ Այսինքն կա խոստումի որդի, որը Իսահակն է, եւ կա խոստումի որդիներ, որը փրկվածներն են։ Այսինքն այստեղ ոչ թե Իսահակից ծնվածներն են ասոցացվում փրկության հետ, այլ Իսահակի նման Աստծո կողմից տրվածները, որոնք համարվում են խոստումի որդիներ։ Իսահակը Աբրահամին տրված խոստումի որդին է, մնացած որդիները խոստումի տրված չեն, Հագարից ծնված Աբրահամի ձեռքբերումներն է։ Իսկ Աստծո խոստումի որդին Իսահակն է։ Հիմա եք ասում խոստումի որդիներ, նաև փրկվածներին Իսահակի նման որդիներ է կոչում, որ Աստծուց տրված են։ Այս միտքը պետք է տեսնենք։ Նորից նայեք, եւ ոչ թե նրանք, որովհետեւ Աբրահամի սերունդ են 7 համարից ամենքը որդիկ են, այլ Իսահակով քեզ համար սերունդ կոչվի, երբ որ մենք կարդում ենք Իսահակով սերունդ, մենք մտածում ենք Իսահակից ծնվածները, բայց առաքյալը սա ի նկատի ունի, որովհետեւ հետևից էլ ասում է, այսինքն ոչ թե մարմնի որդիկ, այսինքն Իսահակի մարմնից այդ չեմ ասում, այսինքն ոչ թե մարմնի որդիկ են Աստծո որդիկ, այլ խոստումի որդիկն են սերունդ համարում, խոստումի հետ կապված եկածներն են որդիներ համարվում, որովհետեւ խոստման խոսքը սա է, այս ժամանակում կգամ եւ Սարային որդի կլինի։ Այսինքն Աստծո սուվերեն կամքից ծնվածները, Աստված է որոշում ժամանակը եւ Աստված է որոշում ումից պիտի ծնվի եւ ով պիտի ծնվի։ Ծնվում է մեկից, ով ծնելու հատկություն չունի, ում արգանդը փակ է։ Դրա համար համարվում է խոստումի որդի։ Այսինքն Հագարի արգանդը փակ չէր, Հագարից կարային ծնվեին, դա Աստծո խոստումի հետ կապ չունի, Աստծո սուվերեն կամքի։ Աստծո սուվերեն կամքի հետ կապված է Իսահակի տալը։ Հիմա ինքը կարծես Աստծո որդին ասում է Իսահակներ են նրանք, այսինքն խոստումի ծնվածներն են, ոչ թե ֆիզիկական մարմնի միջոցով ծնվածներ են, այլ Աստծո խոստումից ծնվածներն են։ Ես կգամ այս ժամանակ եւ որդի կլինի։ Հիշում եք Հիսուս Քրիստոսն ինչ ասեց. նրանց, որ հայրը ինձ է տալիս, նրանք կգան ինձ մոտ, եւ ես նրանց վերջի օրը հարություն կտամ։ Դրա համար մեր 28-րդ գլխում ինքն ասեց նրանց, որոնց ընտրեց, նրանց էլ փառքին մասնակից արեց։ Նրանք էլ կանչեց, նրանց էլ արդարացրեց եւ նրանց էլ փառքին մասնակից արեց։ Մենք եթե այս շահկապը չտեսնենք, մեզ համար շատ դժվար կլինի հասկանալ առաքյալի այս երկու զարգացած մտքերը, ովքեր են Իսրայել ժողովուրդ համարվում, ովքեր են համարվում փրկության որդիներ, որոնք նույնպես այդ ժողովրդի մասնիկներ կան, որտեղ առաքյալը 11-րդ ես էլ եմ իսրայելացի։ Այսինքն երբ որ ինքն ասում է միթե Աստված Իսրայել ժողովրդին դենքեց, ասում է ոչ, ես էլ եմ իսրայելացի, բայց ոչ բոլոր իսրայելացիներն են համարվում Աստծո որդիներ, այլ խոստումի որդիները, ում որ Աստված իր սուվերեն կամքով կանչել է։ Դա առաքյալը ասում է իմ մոր որովայնից Աստված ինձ ընտրեց, որ ես հեթանոսների ավետարանիչ դառնամ։ Մոր որովայնից, այսինքն դեռ չծնված։ Հիմա տեսեք, սրանք կարևոր, բայց եկեք ամբողջացնենք մեր համարը, սերներս, ես գիտեմ, որ այն շատ բարդ է, բայց ամեն դեպքում փորձում եմ ավելի հասանելի անեմ։ Աստված մեզ շնորհ տա եւ ինձ եւ լսողներին, որպեսզի կարողանանք
ավելի ընկալենք այս ծրագիրը։ Սա շատ կարևոր է, որտեղ նորից եմ ասում, առաքյալը անդրադառնում է, քանի որ Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը ճշմարիտ ավետարանն է, ճշմարիտ ավետարանի այդ օղակներում առաքյալը անպայման պիտի անդրադառնա Աստծո փրկության ծրագրին։ Եվ այդ փրկության ծրագրի մեջ պիտի անպայման խոսի Իսրայելի այդ երկու ընտրության կատեգորիայի մասին, եւ Իսրայելը որպես էթնիկ ժողովուրդ, եւ իսրայելացի, որը փրկության որդի է համարվում։ Մենք պետք է սա զանազանենք։ Դրա համար, այսինքն հռոմեացիները, որոնք չէին զանազանում այս երկու կատեգորիան, նրանց համար ինչ միտք էր առաջ գալի։ Ահա, Աստված Իսրայելի խոստացավ փրկություն, բայց որովհետեւ մի իսրայելացի չընդունեց, բոլոր Իսրայելը մեծամասամբ մերժեցին Քրիստոսին, չփրկվեցին։ Այսինքն, դրա համար մենք անդրադարձանք նաև Հովանու ավետարին, որտեղ Հիսուսը կոչում է, ասում է, գիտեմ, որ Աբրահամից ծնված եք, բայց մի քիչ հետո ասում է, դուք սատանայի որդիներ եք։ Նրանք ասում են, մենք Աստծո որդիներ ենք, որտեղ Աբրահամից ենք ծնված։ Հիսուսն ասում է, չէ, ես գիտեմ, որ դուք Աբրահամի որդի եք, բայց ուզում եք ինձ սպանեք, դուք ձեր հոր կամքն եք ուզում կատարեք, իսկ ձեր հայրը սատանան է։ Այսինքն կարելի է լինել Աբրահամից ծնված ֆիզիկական, բայց լինել սատանայի որդի։ Եվ սա էր, որ գայթակղեցնում էր հրեաներին, որտեղ հրեաներն ուզում էին, որ Հիսուսն ասի, այո, դուք Աբրահամից ծնված եք եւ վերջ, դուք փրկված եք։ Դրա համար Հիսուսն ասել, դուք Աբրահամից ծնված եք, բայց գերի եք մեղքի։ Եվ նրանք ասին, մենք Աբրահամից ենք ծնված, մենք որևէ մեկին գերի չենք։ Այսինքն նույնիսկ նրանք Աբրահամից ծնված լինելը համարում են, որ մեղքի հետ կապ չունի, այս մեղքերը ներվածական մեղքի գերի չեն։ Այս միտքն զարգացնում։ Եկեք ընթերցենք նորից։ Ես գիտեմ, դրա համար մի չանկալ կանգնում եմ, բացատրում եմ, որպեսզի կարողանանք հասկանալ։ Եվ ոչ թե նրանք, որովհետև Աբրահամի սերունդ են, ամենքը որդիկ են, այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի, քանի որ մենք կարանք մտածենք, որ Իսահակից ծնվածներն են, ասում է ոչ, այսինքն ոչ թե մարմնի որդիկն են Աստծո որդիկ։ Այսինքն Իսահակից ծնվածներն չեն Աստծո որդիներ համարվում, այլ խոստումի որդիկն են սերունդ համարվում, փրկված սերունդ համարվում, խոստումի որդիկ։ Եվ անմիջապես բացատրում է, թե ինչ այդ խոստումը, որտեղ խոստումախոսքը սա է, թե այս ժամանակում կգամ եւ Սարային որդի կլինի։ Եվ անմիջապես ցույց է տալի Աստծո սուվերեն կամքը։ Ես եմ ընտրում ժամանակը եւ ընտրում եմ ումից կծնվի եւ ով կծնվի։ Եվ անմիջապես եւ ոչ միայն այսքան։ Եվ ավելի սկսում է զարգացնել սուվերեն կամքը Աստծո, անկախ կամքը, որ այդ ծնունդը կապված Աստծո անկախ կամքի հետ, որևէ մարդու հատկությունից կապված չի, ումից ծնվե, ինչ հատկությունով ծնվե, այլ Աստծո կամքից։ Ուշադիր նայեք։ Եվ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ, որ մեկից հղիացավ մեր հայր Իսահակիցը, Ռեբեկան, ում արգանդը նույնպես փակ է, հղիացավ մեր հայր Իսահակիցը եւ նույն Ռեբեկայից եւ նույն Իսահակից ծնվեցին երկու որդիներ, որոնք նույնիսկ զույգ էին, բայց Աստված ասեց. մեծին ատեցի, փոքրին սիրեցի, մեկին ընտրեցի, մյուսին ոչ։ Դեռ չծնված, դեռ չար եւ բարի բան չարած, դեռ ոչ չար եւ ոչ էլ բարի չարած, Աստված արդեն ասեց։ Եվ ես ասեցի անցյալ անգամ մենք կունենանք փոքրիկ հավելում, որտեղ կխոսենք, վերնագիրը ես այսպես կդնեմ, կրկնակի նախասահմանություն։ Այդ հատվածում ես կբացատրեմ ընդհանրապես ինչ է իրանից ներկայացնում նախասահմանություն, եւ ցույց կտամ ինչ է նշանակում կրկնակի նախասահմանություն, եւ ես կխոսեմ անպայման Հերմենիուսի հետևորդների մասին կամ արմինիանական ընկալման մասին, եւ կխոսեմ կալվինական ընկալման մասին, որտեղ շատերը կալվինականություն ասելով ճիշտ չեն հասկանում, իրանք չեն ընկալել կալվինականություն ինչը, կա ծայրահեղ կալվինականություն, որով այսօր նույնիսկ այդ կալվինականության հետևորդներ չկան։ Եվ խոսեմ իրական ռեֆորմացիայի շրջանում կալվինական ասելով ինչի նկատի ունենք, ինչ տեսություն կա, այսինքն ինչ մոտեցում կա այս նախասահմանության, եւ շատերը ես գիտեմ որ կուրախանան, հասկանան իրականում թե ինչա կալվինականությունը, որտեղ կալվին բառի տակ սխալ բովանդակություններն են եւ նույնիսկ նրանք, որոնք կալվինականությունը սկսում են քարկոծել, չեն էլ հասկանում կալվինականությունը ինչ է։ Նրանք այսինքն լսել են այստեղից, այնտեղից եւ այդ լսածներով փորձում են կալվինականության մասին խոսել եւ եզրակացություններ անել։ Ես խոսեմ, այս հատուկ այդ ձայնագրությունը կանեմ որպես հավելում, որտեղ կա կրկնակի նախասահմանություն, ես կանդրադառնամ այդտեղ այդ նախասահմանության ինչ կարևոր սկզբունքներ կա։ Կա նախասահմանություն, որը մեղքի անկումից հետո է, եւ կա նախասահմանություն, որը մեղքի անկումից առաջ է։ Այսինքն կա մարդու նախասահմանություն փրկության եւ կործանման վերաբերյալ, որը մինչեւ մեղքի անկումն է, այսինքն դեռ երբ որ մարդը ոչ չար է, ոչ բարի է։ Եվ կա մեղքի անկումից հետո նախասահմանություն։ Հիմա մենք այս ամեն ինչին որ կնայենք, կհասկանանք Կալվինը ինչի նկատի ուներ։ Եթե սա չնայենք, մենք խնդիրներ կունենանք։ Սենես, մենք օգտագործենք բառ, որից կարող գայթակղվենք առանց հասկանալու նրա ճիշտ բովանդակությունը։
Եվ սա մարդու բնական էության մեջ միշտ ամեն պարագաներում բոլոր ոլորտներում է։ Մարդը բառից արդեն կարծիք է լսի այդ բառի մասին, վախենում առանց հասկանալու թե ինչ կա դրա տակ։ Եկեք շարունակենք եւ ամբողջացնենք։ Այսինքն արդեն 9 ամառ որտեղ խոսման խոսքը սա է, թե այս ժամանակում կգամ եւ Սարային որդի կլինի եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ, որ մեկից հղիացավ, ինքը հատուկ հաշեշտում մեկից, ոչ թե երկու հայրերից, մեկից, չլինի որ մեկի սերմը լավն էր, մեկի նվատ, մեկից հղիացավ եւ ուշադիր նայեք, որ մեկից հղիացավ մեր հայր Իսահակից, շեշտում որտեղ վերևում ասեց, որ Իսահակն է խոսում ասերուն, անմիջապես, քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, ինչի համար է առաքյալն անդրադառնում, քանզի նրանք տակավին չծնված։ Ցույց է տալի, որ նրանք դեռ նույնիսկ ֆիզիկական աշխարհ չկա։ Նրանք դեռ, այսինքն Աստծո մտահղացումն է իր ծրագրի հանդեպ, արդեն Աստված ունի որոշում։ Եվ ասում նրանք դեռ բարի կամ չար բան էլ չգործած։ Ու նույնիսկ Աստված նրանք չկան, որ տեսնի ինչ են անելու, գալու եք, այսինքն մտահղացումն է արդեն Աստծուց եւ ասում է դրանք տակավին չծված եւ բարի կամ չար բան էլ չգործած, որպեսի անմիջապես շեշտում է, որպեսի ընտրության պես Աստծո նախասահմանությունը հաստատ մնա, որպեսի Աստծո նախորոք սահմանելը ոչ թե լինի գործերից մարդու հատկությունից, այլ Աստծո ընտրությունից հաստատ մնա, այլ Աստծո ընտրությունը դեր կատարի փրկության առումով, ոչ թե մարդու հատկությունը, եւ անմիջապես հետո բացատրում է ոչ թե գործերից, այլ կանչողից ասվեցավ նա, այսինքն ոչ թե գործերից, այլ կանչողից, չի ասում ոչ թե գործերից, այլ հավատքից, ոչ թե գործերից, սա նշանակում է ոչ թե մարդուց, այլ կանչողից, այլ Աստծուց, ոչ թե մարդուց կապված լինի փրկությունը, ոչ թե մարդկային բաժնից կապված լինի փրկությունը, այսինքն Աստված նախորոք տեսնի մարդը ինչ ասելու նոր ընտրի։ Սա նույնպես մարդու կարողությունից է կախված, որտեղ իրականում որոշում կայացնողը մարդն է եւ Աստված տեսնում է մարդու կայացած որոշումը եւ նոր նախասահմանում է, չէ՞։ Ինքն ասում է ոչ թե այդպես լինի, որ չլինի, որ մարդուց լինի, ոչ թե գործերից, որտեղ այդ գործերի մեջ մտնում է նաեւ նրա որոշումները, ինչ պիտի կայացնի, ոչ թե մարդուց, այլ Աստծուց կանչողից։ Չի ասում ոչ թե գործերից, այլ հավատքից, ասում է ոչ թե գործերից, այլ կանչողից, ոչ թե մարդու պոտենցիալ կարողությունից, այլ Աստծուց, այլ Աստծո սուվերեն ընտրությունից։ Նորից նայեք։ Ոչ թե գործերից, այլ կանչողից ասվեցավ նրան, թե մեծը պիտի ծառայե փոքրին, ինչպես գրված է Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի։ Արդեն վերջի հատվածը մեջբերում է Մաղայա մարգարեության, երբ որ Աստված, երբ որ իզրայելցիները բողոքում են, ասում են, ինչով ես մեզ սիրում, Աստված ասում է, ո՞ց ասում է, չէ՞ որ ասում է Հակոբին ես սիրեցի, Եսավին ատեցի, եւ ցույց է տալի, որ չէ՞ որ ես ձեզ մյուս ազգերից ուրիշ կերպ եմ վարվում։ Այստեղ է երևում իմ սերը, որ ձեզ ընտրել եմ։ Այս մասին այդ հատվածն է ինքը մեջբերում, ասում չէ որ Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի։ Հիմա տեսեք, այսինքն մեր այս հատվածում մենք տեսնում ենք, առաջինը մենք տեսանք, որ փրկությունը կապված չի ինչի հետ, մարմնի ծնունդի հետ, լինի Աբրահամ, լինի Իսահակ, այլ փրկությունը կապված է Աստծո խոստումի հետ։ Դրա համար ինքը Իսահակին շեշտում է խոստումի որդի, բայց փրկվածներին խոստումի որդիներ, խոստման որդիկ 8 համարը նայեք, այսինքն ոչ թե մարմնի որդիկ են Աստծո որդիկ, այլ խոստման որդիկն են սերունդ համարվում։ Եթե ուշադիր նայեք, Իսահակը խոստման որդի է, որդիներ չի, բայց ինքը այստեղ Իսահակի նման որդիներ է ասում, նրանք որոնք Աստծո խոստումից են ծնվել, ոչ թե մարմնից, այլ Աստծո խոստումից, Աստծո սուվերեն կամքից է այդ ծնունդը։ Դրա համար ես անդրադարձա նաև Հիսուս Քրիստոսի խոսքին Ղուկաս Մատթեոս ավետարանում հիշում եք, շեշտեցինք, որ Հիսուսն ասաց եւ շատերը հարավից եւ հյուսից կգան եւ Աբրահամի որդիներ կնստեն Աստծո արքայությունում, բայց արքայության որդիներ դուրս կգցվեն։ Արքայության որդիներ ինքը ի նկատի ունի, որ նրանց, որոնց խոստումը տրվեցավ եւ որոնք ծնվում են Աբրահամից, որոնք իրենց համարում են, որ արքայությունն իրենցն է, նրանք դուրս կգցվեն։ Դրա համար մենք պետք է զանազանենք, նորից եմ շեշտում, այս երկու կարևոր սկզբունքը գոյություն ունի Աստծո խոստումի սկզբունք էթնիկ ժողովրդի համար, որպես իզրայելացիներ, եւ գոյություն ունի Աստծո սուվերեն անկախ կամքից ծնված ժողովուրդ, այդ շնորհքի ընտրության շնորհքի մնացորդը 11-րդ գլխում որ ասում է, դրանք փրկվածներ են, Աստծո որդիներ։
Աբրահամի որդիներ ծնված Սերմից եւ Աստծո որդիներ ծնված Խոստումից։ Դա համար ինքը շեշտում է խոստման որդիքն են։ Որ հարցին ինչի անդրադառնում Իսրայելին, որտեվ հարց կար, բա ինչ եղավ Իսրայելի ընտրությունը, չէ՞, 6-րդ համարը, բայց ոչ թե իբր Աստծո խոստումը գետին անկել ասում է, որտեվ ասում է բոլոր իսրայելացիները չեն Իսրայել, բոլոր այդ իսրայելացի ժողովուրդը չի Աստծո փրկվածները, եւ հետեւից ոչ բոլոր Աբրահամի որդիներն են Աստծո որդիներ։ Տեսնում եք, ցույց է տալի Աբրահամի որդիներ, որը ժողովուրդն է, եւ որդիներ, որը խոստումի որդիներն են, փրկվածներն են։ Ինքը զանազանում է այս երկու սկզբունքները։ Ինձ թվում է մեզ համար հասկանալի։ Հիմա, որպեսզի մեր ընդհանուր այս ձայնագրությունը ավելի ամբողջացնենք այս հատվածը, եկեք անդրադառնանք ընդհանուր մի քանի հարցերի, որը մեզ կօգնի ավելի ճիշտ ընկալենք սա։ Սերներս նորից ներողություն եմ խնդրում, որտեղ ես գիտեմ հատվածը բարդ է։ Մի քանի անգամ լսեք։ Այսինքն խոստումի որդի ասելով կապված չի մարմնից ծնված, այսինքն չի խոստացի այդ որդու միջոցով ծնվածները բոլորը կփրկվեն, այլ խոստումի որդի ասելով ի նկատի ունի Աստված ունի խոստումի որդիներ, ինչպես Իսահակին խոստումի որդի, այնպես խոստումի որդիներ ունի, որ կծնվեն փրկությունով, այսինքն նախասահմանությունով, նրանք փրկված չեն ծնվում, ներողություն ճիշտ հասկացեք, ծնվում են մեղավոր բնությունով, բայց նրանք նախասահմանված են, նրանք ինչ որ մի ժամանակահատվածում Աստված նրանց կանչում է, եւ ում որ կանչում է նրանց արդարացնում է, եւ ում որ արդարացնում է նրանց փառքին մասնակից են, այսինքն նրանք խոստումի որդիներ են համարված։ Հիմա եկեք այդ ընդհանուր հարցերին անդրադառնանք։ Առաջինը, ընտրությունը, սա ամենակարևորն է, որ մենք ընկալենք այս հատվածը։ Նորից եկեք հիշենք այս հատվածում 6-ից 13 համարներում 6-րդ համարում Առաքելը պատասխանում է հարցին, Աստծո խոստումը գետին չի ընկել, բայց որպեսզի ճիշտ հասկանաք, ասում է գոյությունի երկու Իսրայելի հասկացողություն, կա Իսրայելի ժողովուրդ, որը նույնպես ունի ֆունկցիոնալ դեր Աստծո փրկության ծրագրում, եւ կա Իսրայել, որը փրկված որդիներն են։ Սա նույնպես Աստծո փրկության ծրագրի մասնիկ է, բայց պետքա զանազանել ժողովրդին փրկված որդիներից։ Այսինքն այդ ժողովրդի մեջ կան փրկված որդիներ եւ Առաքելն ասում է ես էլ եմ իսրայելացի Բենյամինի ցեղից, տեսեք, եւ սա շնորհքի մնացորդն է, բայց որpիսի ավելի հասկանանք, եկեք 11-րդ գլխի փոքրիկ մի հատված նայենք, տեսեք, իսի ամբողջանա այս միտքը, որտեվ հիշում եք, ես Հովանու ավետարանում ներկայացեցի եւ 8-րդ գլխում, երբ որ Քրիստոսը շեշտեց նրանց, որ նրանք Աբրահամի որդին, Աբրահամի սերունդից ծնված են, բայց սատանայի որդիներն են։ Եվ նաև 6-րդ գլխում մենք տեսանք, որ շատերը, որոնք հեռացան Քրիստոսից, Քրիստոսից այս հեռանալուց անմիջապես այս սրա համար է ասում, որ որևէ մեկը չի կարող գա, եթե հայրը նրան չքաշի։ Որևէ մեկը չի կարող գա, եթե հայրը նրան ինձ չտա։ Այսինքն, այստեղ չի ասում, որ հայրը բոլորին տվել է, բայց այդ տվածներից մի քանիսը գալիս են, մի քանիսը չեն գալի, սրա մասին չի խոսում Հիսուսը։ Հիսուսը խոսում է գնացողներին, ասում է դրա համար այն նրանք գնացին, որովհետև ես ձեզ նախորոք ասել եմ, որ որևէ մեկը չի կարող գա, եթե հորից տրված չլինի։ Այսինքն նրանք գնացին, որովհետև հորից տրված չէր։ Նախասահմանություն կամ աստոնտրությունը չկար նրանց փրկության հարցում։ Մենք հետո գայում ամոթակացենք, երբ որ ես խոսեմ այդ հավելումի մասին, այդ կրկնակի նախասահմանության, մենք կտեսնենք, որտեղ գնացողները այնպես չի որ ուզում էին փրկվեին, Աստված ասեց չէ, ձեզ չեմ փրկում։ Որևէ մեկը չի ուզում փրկվի, նույնիսկ ընտրվածները չեն ուզում փրկվել։ Դա Աստծո սուվերեն կամքն է, որ նրանցից մի քանիսին քաշում է։ Հիմա սա հասկանալու մենք խոսենք այդ հավելումի ժամանակ։ Հիմա այստեղ կարևոր մի սկզբունք, տեսեք, Առաքյալն ինչ ասում։ Արդ ասում է, միթե Աստված դեն գցեց իր ժողովուրդը։ Խոսում է Իսրայել ժողովրդի մասին, 11-րդ գլխի առաջին համարից։ Քավլիցի իր ժողովրդին դեն չի գցել, որովհետև ասում է, ես էլ եմ իսրայելացի, Աբրահամի սերունդից, Բենյամինի ցեղից։ Ես տեսեք փրկված եմ։ Իսրայելացի եմ, բայց փրկված եմ։ Աստված իր ժողովուրդը դեն չի գցել։ Բայց հետևից ցույց է տալի, որ երբ որ դուք ասում եք ժողովուրդ, պիտի հասկանաք այդ ժողովրդի մեջ կա մի շնորհքի ընտրության պես մնացորդ, այդ դա է փրկվածը։ Ընդհանուր ժողովուրդը չի փրկվածը։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց ճանաչեց, ընտրեց, դե մեկ նույն բառն է, յադա ճանաչեց։ Աստված դեն չգցեց իր ժողովուրդը, որին առաջուց նախորոք ընտրեց։ Կամ թե չգիտեք, թե գիրքն ինչ է ասում Եղիայի համար գրվածքում, ինչպես նա Իսրայելի դեմ գանգատվում ասու առաջին ինչ էր ասում Եղիան։ Հիշում եք, Տեր Աստված, այս ժողովուրդը քո Իսրայելը բոլոր զոհասեղանները ջարդեցին, բոլոր մարգարեներին սպանեցին, հիմա ինձ են ման գալի, մենակ ես եմ մնացել։ Բայց Աստված ինչ է ասում։ Եղիա, ես 7000 հոգի ունեմ, պահել եմ արխային, որ նրանք բաղին չեն պաշտել։ Նրանք իմն են։ Ես ընտրել եմ նրանց։ Ուշադիր նայեք, Տեր, քո մարգարեներին կոտորեցին, քո սեղանները կործանեցին, եւ միայն ես եմ մնացել, եւ իմ անձն է որոնում։ Բայց Աստվածային падգամը կամ Աստվածային խոսքը ինչ է ասում նրան։ 7000 մարդ թողեցի ինձ համար, որ բաղին ծունր չեն դրել, որ չեն երկրպագե բաղին։
Դու չգիտես դրանց մասին, եւ հետեւից հենց այսպես էլ այս ժամանակում, այս ժամանակ առաքյալ ինքնատիպ կոնկրետ այդ ժամանակ երբ որ ինքը այս նամակը գրում է, հենց այսպես էլ այս ժամանակ, քանի որ ամբողջ Իսրայելը մեծամասամբ մերժել էր Քրիստոսին, ինքը այդ հարցին է պատասխանում։ Հիմա էլ ասում է, այս ժամանակում, հենց այսպես էլ այս ժամանակում շնորհքի ընտրության պես մնացորդ կա եղավ։ Ուշադրի նայեք բառը, հենց այսպես էլ այս ժամանակում ամբողջ Իսրայելից շնորհքի ընտրությունով, շնորհքի ընտրություն, ոչ թե գործերից, այլ շնորհքի ընտրությունից, անարժան շնորհքի ընտրությունից, անարժաններից ընտրված մի մնացորդ կա։ Այսինքն, երբ որ մենք հասկանում ենք շնորհքի ընտրությունը, մենք հասկանում ենք այստեղ ոչ թե այն պարծանքը արտադրում, այլ ողորմությունը տեսնելով խոնարեցնում է ավելի, որ մենք հասկանում ենք Տեր ովքեր ենք մենք, որ մեր նման տականքների դու ընտրեցիր, որ բոլորս արժանի ենք միայն հավիտենական տանջանքի, ինչի դու մեզ ընտրեցիր Տեր մյուսներից։ Այս սա մենք չենք կարող հասկանանք։ Այստեղ է Աստծո սուվերեն անկախ կամքը, որ Աստված երբեք չի ասում ինչի քեզ ընտրեցի, բայց ասում է որ քեզ ընտրեցի։ Հիմա տեսեք, հենց այսպես էլ այս ժամանակում շնորհքի ընտրության պես մի մնացորդ եղավ, բայց եթե շնորհքով էլ գործերից չէ։ Բայց եթե շնորհքով է, Աստծո ողորմությունով է, էլ մարդու կարողությունից չի։ Եթե կարողությունից լիներ, դա մարդու գործերից կլիներ, էլ շնորհք չլինի, ողորմություն չէր լինի, կլիներ վարձատրություն։ Լավն է եղել դրա համար տալիս են։ Գալու եք։ Սա ամենակարևորն է։ Հիմա եկեք անդրադառնանք այդ հարցերի։ Առաջինը, ընտրությունը կախված չի ազգության ծնունդից։ 10 համարը։ Եվ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ, որ մեկից եղածավ մեր հայր Իսահակից, քանզի նրանք դեռ տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան չգործած, որպիսի ընտրությունը, Աստծո նախասահմանությունը ընտրության պես հաստատ մնա, ոչ թե գործերից այլ կանչողից ասվեցավ նրանց, թե մեծը պիտի ծառայե փոքրին, կամ ինչպես գրված է Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի։ Ընտրությունը կախված չի ազգության ծնունդից, ընտրությունը կախված չի մարդու հատկությունից, ընտրությունը կախված է Աստծո սուվերեն կամքից, Աստծո հաճությունից, ինչպես Աստված հաճեցավ, այնպես էլ ընտրեց։ Ոչ թե տեսավ մարդու որոշումները եւ նոր ընտրեց, այսինքն եթե մարդու որոշումները տեսնելուց է ընտրում, սա նշանակում է որոշում կայացնողը ոչ թե Աստված է, այլ մարդը։ Այս սա է կարևոր, որ մենք հասկանանք։ Առաջինը սա է։ Երկրորդը, ընտրությունը կատարվում է միայն ընտրությունը կատարվում է մինչև ծնունդը։ Այսինքն ծնվելուց կամ անելուց հետո չի Աստված ընտրում։ Մինչ դա է Աստված ընտրում։ Եվ ըստ այդ ընտրության էլ մենք տեսնում ենք բարք այս այդ հավելումների ժամանակ ես ավելի խորը կբացատրեմ։ Ընտրությունը կատարվում է մինչ ծնվելը, դեռ չծնված, տակավին դեռ չծնված, սա ավելի Գործ առաքելոցում տեսեք 13-րդ գլխի 48 համարը։ Այս բառերը նույնպես շատերը ծառում են։ Հեթանոսներն էլ լսելով ուրախանում են եւ Տիրոջ խոսքը փառավորում էին եւ հավատացին մի քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանք։ Շատերը ձեզ կմեկնաբանեն, որ հավատացին դրա համար կարգվեցին։ Ոչ, առաքյալ չի ասում այդպես։ Առաքյալը չի ասում հավատացին դրա համար ընտրվեցին։ Առաքյալն ասում է հավատացին նրանք, որոնք ընտրված էին հավիտենական կյանքի համար։ Եվ հավատացին քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանք։ Հավատացին նրանք, որոնք կարգված էին, նախասահմանված էին դեպի հավիտենական կյանք։ Չի ասում հավատացին, դրա համար նախասահմանվեցին։ Ասում է հավատացին, որովհետև նախասահմանված էին։ Սա կարևոր է։ Եվ այս ընտրությունը մենք գիտենք, որ մինչ աշխարհի ստեղծվելն է, որտեղ Եփեսացիս 1:4-ում կարդում ենք, ինչպես որ ընտրեց մեզ նրանով Քրիստոսով, աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Մեզ առաջուց սահմանելով, որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի միջոցով, իր կամքի հաճության պես։ Տեսնում եք, իր սուվերեն կամքի, անկախ կամքի, ոչ թե մեր գործերից։ Սա կարևոր է, իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տա մեզ այն սիրելով, որպեսզի մենք գովենք նրա շնորհքը, ոչ թե մեր կարողությունը, որ հավատացինք, այլ նրա շնորհքը, ողորմությունը, որ մեզ ընտրեց, որ մենք արժանի չէինք։ Այսինքն նույնիսկ Եփեսացիս 1:4-ում ինքն ասում է, ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ։ Այսինքն աշխարհի ստեղծվելուց առաջ սա նշանակում է դեռ որևէ ֆիզիոլոգիական նյութական աշխարհ գոյություն չուներ, ոչ մարդ, որևէ մի բան չկար, Աստված հələ դեռ իր մտահղացման մեջ արդեն ընտրությունը կատարեց, իր որոշումները դրեց։ Դրա համար մենք պետք է հասկանանք,
Երբ որ խոսքը գնում է նախասահմանվելու մասին, խոսքը չի գնում Աստծո նախորոք գուշակելու մասին։ Եվ տեսեք, երբ որ մենք ասում ենք Աստված տեսավ եւ նոր որոշեց, այսինքն Աստված տեսնում է եւ որպես քարտուղար գրանցում է ինչ անելու մարդը, ոչ թե որոշում է, այլ գրանցում է մարդու որոշումը։ Բայց այդպես չի։ Աստված ինքն է որոշողը։ Եթե այդպես լինի, մարդը լինի որպես ազատ ագենտ որոշողը, միգուցե ընդհանրապես Աստծո ծրագիրը չստացվի էլ։ Կարծես այսինքն Աստված չի որոշում, Աստված նայում է ինչ են որոշելու նոր եւ ավելի խորը կանադանանք այդ կրկնակի նախասահմանություն հասկացողության այս հավելումին, որ ես կուղարկեմ, ավելի խորը կտեսնեք սա։ Լավ, այսինքն մենք տեսնում ենք, որ ընտրությունը կատարվում է մինչև ծնվելը եւ այս մինչև ծնվելը առաքյալ նկատի ունի աշխարհի մինչև ստեղծվելը։ Սա կարեւոր է։ Սա երկրորդը, որ կարեւոր է մենք տեսնենք։ Երրորդ հարցադրում. ընտրությունը կախված չի ինչ է անում մարդը, կախված չի մարդու պոտենցիալ հատկությունից եւ կարողությունից։ Տեսեք 11 համարը եւ հենց սա է ասում. քանզի նրանք տակավին չծնված եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, որպիսի ընտրության պես Աստծո նախասահմությունը հաստատ մնա։ Եթե դուք նայեք 11 եւ 12 համարները, ուղղակի կհասկանաք, ընտրությունը կախված չի մարդու որևէ մեկ կարողության հետ դեռ չծնված եւ գործել չարած, այսինքն այստեղ հարցը գործը չի, մարդու պոտենցիալ կարողությունն է, ոչ թե գործերից, այլ կանչողից, ոչ թե մարդուց, այլ Աստծուց։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ, ընտրությունը ամբողջությամբ Աստծո հաճությունն է, ոչ թե մարդու բարեհաճությունն է։ Ավելի ընտրությունը ամբողջությամբ Աստծո մտահղացումն է եւ ոչ թե մարդու նախաձեռնությունը։ Ընտրությունը կամ փրկությունը ամբողջությամբ Աստծո մտահղացումն է։ Ընտրություն հասկացողությունը կապված է Աստծո մտահղացումից եւ ոչ թե մարդու նախաձեռնությունից կամ ձեռքբերումներից։ Սա կարևոր է։ 4. Ընտրությունը ապահովում է Աստծո առավելությունը կամ Աստծո ինիցիատիվան։ Ընտրությունը ցույց է տալի, որ Աստված է անողը, ոչ թե մարդը եւ Աստված։ Աստված է անողը, այդ փրկության առումով ամբողջությամբ Աստված է անում։ Այդ սրբացման առումով արդեն մարդը համագործակցում է Աստծո հետ, ինչի, որտեղ փրկված անձը ունի արդեն այլ բնություն, որը տալիս է կարողություն Աստծո հետ համագործակցելու։ Իսկ մինչև փրկությունը մարդը չի կարող համագործակցի, որտեղ մեղքի մեջ մեռած է։ Աստծուն ինքը Աստծուց փախչող է։ Ինքը չի գա երբեք Աստծո։ Ինքը Աստվածամերժ է, ինքը իրեն է Աստված հռչակում։ Այդ դրա համար փրկությունը կապված է միայն Աստծո ինիցիատիվայի կամ Աստծո առավելության հետ։ Կարևոր է հասկանանք, ընտրությունը Աստծո սուվերեն կամքը, ընտրությունը, սուվերեն բառը նկատի ունեմ անկախ։ Աստծո անկախ կամքը, եթե անկախ չի, ուրեմն կախված է մարդու կարողությունից։ Տեսավ պիտի անի դրա համար ընտրեց։ Ոչ, անկախ, այսինքն առանց մարդու անելու, ինքը որոշելը։ Սա ուղղակի Աստծուն Աստված է ներկայացնում։ Եթե Աստված նեստում է նորը ընտրում, ինքը Աստված չի։ Որոշումը ինքը չի կայացնում, ինքը ուրիշի կայացած որոշումից հետո է որոշում կայացնում։ Սա արդեն աստվածային տիտղոսը չի ամբողջացնում։ Աստված ինքն է որոշում, այսինքն ընտրությունը, սուվերեն ընտրությունը Աստծուն ներկայացնում է որպես Աստված։ Դե ուշադիր եղեք, չի ասում գործերից չէ, այլ հավատքից։ Այսինքն մարդը գործեր էր, բայց գիտեր, որ պիտի հավատար, չի ասում գործերից չէ, այլ կանչողից։ Այսինքն այստեղ հակաթեզիսը ոչ թե գործերը եւ հավատքն են, այլ հակաթեզիսը մարդը եւ Աստված են, ոչ թե մարդուց, այլ Աստծուց։ Այդ սա կարևոր է, որ մենք տեսնենք 12 համարը, ոչ թե գործերից, գործեր բառը այստեղի նկատի ունի բնությունից, մարդու կարողությունից, ոչ թե գործերից, այլ կանչողից։ Եթե գործերը հավատքի հետ կապ չունենան, ինքը կասեր ոչ թե գործերից, այլ հավատքից։ Բայց ինքն ասում է ոչ թե գործերից, որի մեջ մտնում է նաև այդ մարդու հավատալը, ոչ թե գործերից կամ ոչ թե մարդուց պոտենցիալ կարողությունից, այլ կանչողից, այլ Աստծուց ասվեցավ նրան, թե մեծին սիրեց, փոքրին սիրեցի, մեծին ատեցի։ Սա կարևոր է տեսնենք։ Ինչու է սա կարևոր, որովհետև ով որ որոշում է, նա էլ ղեկավարում է կյանքը։ Պատկերացրեք, եթե որոշողը մարդն է, ինչ ղեկավարության Աստված ինչպես պիտի ղեկավարի, եթե մարդն է որոշում եւ իր որոշումները կատարում է։ Աստված ասում պիտի մարդու հետևից վազի, տեսնի թե մարդը ինչ է որոշում, որ կարողանա իր ծրագրերը դասավորի, այդպես չի սիրել։ Այսինքն, եթե ով որ որոշումը կայացնում է, նա էլ ղեկավարում է կյանքը։ Իսկ մենք գիտենք, որ Աստծո հսկողության եւ Աստծո ղեկավարության տակ ամբողջ պատմությունը ոչ թե մարդու որոշումների։ Դա մար առակած գրքում առավել խորը կտեսնեք, ասում մարդու մտքում շատ խորհուրդներ կան, բայց կատարվում է նա ինչ որ Աստծուց է որոշված։ Այսինքն մարդը ունի շատ որոշումներ, բայց ի վերջո նա է կատարելու ինչ որ Աստված նախորոք որոշել էր։ Այս սա ամենակարևորը, մենք կհասկանանք, եւ սա Աստծո ունիվերսալ էությունն է, գերբնական ներգործություն կամ նախախնամությունն է, իր կամքը ինչպես է ներմուծում կյանք։
Եվ իմիջիալոց մենք պետք է հասկանանք, որ ընդհանրապես Աստվածաշունչը մարդակենտրոն չի սիրելնես։ Աստվածաշունչը աստվածակենտրոն է։ Աստվածաշունչը ներկայացնում է Աստծուն որպես գերիշխան, ոչ թե մարդուն որոշումներ կայացնող, այլ Աստծուն որոշումներ կայացնող։ Երբ որ մենք Աստվածաշունչում տեսնում ենք հերոսների, հավատքի հերոսների, այդ հավատքի հերոսների ընդհանուր բովանդակության տակ մենք տեսնում ենք ինչպես Աստված վարվում։ Այսինքն ոչ թե մեր շեշտը ուղղված է ինչպես են մարդիկ վարվում, այլ ինչպես է Աստված վարվում, այսինքն մարդկանց վարքը ցույց է տալի ինչպիսի ծրագիր ունի Աստված։ Սա կարևոր է, այսինքն Աստվածաշունչը երբեք մարդակենտրոն չի, Աստված երբեք չի բարձրացնում մարդու դերը։ Աստվածաշունչը միշտ բարձր է պահում Աստծո դերը, իսկ մարդու դերը ուղղակի մեզ ցույց է տալի թե ով է Աստված։ Մենք պետք է սա զանազանենք, որտեղ կա տարբեր սխալ էպիստեմոլոգիա, սխալ մոտեցումներ Աստվածաշնչին։ Աստվածաշնչում մենք տեսնում ենք ով է Աստված, ոչ թե ով է մարդը։ Իհարկե Աստծուն տեսնելով տեսնում ենք ով է մարդը, բայց Աստվածաշնչի շեշտը դրված է թե ով է Աստված եւ ինչ է փրկության ծրագիրը։ Սա կարևոր է։ Ուրեմն այն աստվածակենտրոնը եւ ոչ թե մարդակենտրոն։ Եվ աստվածակենտրոնության սկզբունքում տեսնում ենք, որ կյանքը չի ղեկավարում մարդկանցով, այլ կյանքը ղեկավարում է Աստծով, որ օգտագործում է մարդկանց։ Սա կարևոր։ 5-րդը ընտրությունը ճանաչվում է արդյունքով։ Տեսեք 12-ի 12-ի երկրորդ հատվածը եւ 13-ը։ Ոչ թե գործերից, այլ կանչողից ասվեցավ նրանց, թե մեծը պիտի ծառայե փոքրին, ինչպես գրված է Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի։ Ուշադիր նայեք այստեղ մի բան։ Եթե մենք անդրադառնանք Եսավի կյանքին եւ Հակոբի կյանքին, կտեսնենք որոշ առումով Եսավը ավելի լավն էր, քան թե Հակոբը։ Հակոբը ստախոս է, նույնիսկ գնաց անեծքի, մայրն ասում էր, մորն ասաց, եթե այսպես խաբենք մեր հորը, միգուցե օրհնության փոխարեն անեծք ժառանգենք, մայրն ասաց, ոչինչ, թող այդ անեծքը գա ին վրա։ Այսինքն Հակոբը գիտեր, որ իր արածը նույնիսկ անեծքի արժանի է։ Այսինքն տեսեք, Եսավը երբեք չխաբեց։ Եսավը աշխատասեր էր, հայրը սիրում էր Եսավին, որտեղ լավ խոհարար էր։ Այսինքն Եսավը ինչ որտեղ պատասխանատու աշխատասեր, իսկ Հակոբը մամայի բալա էր, եթե ուշադիր նայեք, եւ խաբող էր։ Տեսեք, համաձայն է, որ Եսավը իր անդրանիկությունը վաճառեց սովի պատճառով, բայց ուշադիր նայեք, այստեղ բարի եւ չար գործ չարածը, այսինքն նրանց արարքը չի, որ որոշել է։ Այստեղ պետք է նայենք, եւ եթե նայենք արարքներին, կարող է տեսնել Եսավը ավելի լավ, քան թե Հակոբը։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք, սերներս, եւ Եսավը ի վերջո խաբելով էր ուզում օրհնություն ժառանգել, եւ ի վերջո Իսրայել կոչվեց, երբ որ հասկացավ, որ Աստված պիտի օրհնությունը տա, ոչ թե ինքը պիտի ձեռք բերի այդ օրհնությունը։ Դրա համար բռնեց, մինչև ինչ չորտներ չեմ թողել, հասկանալով, որ ինքը չի կարող, պետք է մեկը իրեն օրհնի, ինքը չի կարող օրհնությունները գողանա։ Սա արդեն Հակոբին ասեց չկոչվեց Հակոբ, այլ Իսրայել բարի բովանդակության տակ, որ արարքները նույնպես օգտագործում են։ Այսինքն ընտրությունը ճանաչվում է արդյունքով, այսինքն ոնց մենք գիտենք, որ այդ անձը Աստծո որդի է, հավատացել է Հիսուս Քրիստոսին։ Ովքեր են խոստումի որդիները, նրանք, որոնք Քրիստոսին ընդունում են։ Դա համար Հիսուսն ասեց հրեաներին, որևէ մեկը չի կարող գա, եթե հորից տրված չլինի, բայց նրանց, որ հայրը ինձ տվեց, նրանցից որևէ մեկը չկորեց։ Նրանք իմ ձայնը լսում են եւ իմ խոսքը նրանց մեջ տեղ ունի։ Դուք ինչ չեք լսում, որտեղ իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։ Դուք հորից չեք։ Եվ ես կարդացի Հովանու ավետարանը, որտեղ շեշտը ամբողջությամբ դրված է սրա վրա։ Եվ սա ոչ թե հպարտացնում է փրկվածներին, այլ խոնարհեցնում է, որտեղ ամեն մի փրկված հասկանում է, որ ինքը անարժան է փրկության։ Իրեն Աստված իր ողորմությունով եւ սուվերեն ընտրությունով արժանացրել։ Սա ամենակարևորն է, սերնես, որ մենք հասկանանք։ Սա 5-րդ հարցը։ Ես ամբողջացնեմ եւ վերջացնենք սրանով։ Իսկ թվում է հասկանալի կլինի։ Հիմա տեսեք, մեր 9-րդ գլխի 29 համարում տեսեք ինչ խոսքեր է ասում առաքյալը։ Մենք հետո անդրադառնանք ենք այս խոսքերին ավելի խորը։ 29 համարում տեսեք ինչ է ասում։ Ես 28-ը կարդամ, որովհետև մի կարճ եւ համառոտ բան կանե Տերը արդարությամբ, եւ խոսելու ենք արդարության մասին, թե այդ ինչ արդարություն է, որը մարդկային արդարության հետ կապ չունի։ Տերը մի կարճ բան կանե երկրի վրա, եւ ինչպես որ Եսային առաջուց ասեց, գիտեք ինչ ասում Եսային, եթե Սաբաոֆ զորած Տերը մեզ համար մնացորդ սերունդ չեր թողել, մենք Սոդոմի եւ Գոմորի պես կնմանվեինք, կլինենք։ Այսինքն Սոդոմի եւ Գոմորին կնմանվեինք, չի ասում մեղքի առումով, եւ մեղքի առումով, եւ կործանման։ Նրանց անմիջապես ծծումը թափվեց եւ կործանվեցին, այսինքն մենք կվերանայինք։ Եթե Տերը մեզ ուշադիր եք, եւ ինչպես որ Եսային արել, եթե Սաբաոֆ Տերը մեզ համար սերունդ չեր թողել, Տերը թողել։ Եթե Աստված, այսինքն մեզ համար չպահեր այդ մնացորդը, մենք ընդհանրապես կկոտորվեինք։ Դրա համար, երբ որ մարդիկ հարց են տալի, ինչի Աստված թույլ տալի այս չարությունը, ինչի է թույլ տալիս որ չարություն, որտեղ Աստված գիտի այդ ամբարշտից կա մեկը, որ պիտի ծնվի, որը խոստումի որդի է։ Մենք դա չգիտենք,
բայց Աստված հատուկ ունի ծրագիր, այսինքն նույնիսկ այդ ամբարիշտի համար Աստված ունի ծրագիր եւ այդ ամբարիշտի կյանքը նույնպես ղեկավարվում է։ Այնպես չի որ Աստված ամբարիշտություն ա դնում նրա կյանքում, ամբարիշտությունը նրա բնության մեջ է, պարզապես Աստված թույլ է տալի, որ այն արտադրի, Աստված կարա զսպի, թույլ չտա եւ կարա ձեռը քաշի եւ այն երևա, բայց դա ասող նպատակների մեջ Աստված վարվում է իր մտահղացման համաձայն։ Ուրեմն մենք նայեցինք այս 5 հարցերը, որոնք մեզ ցույց են տալիս, որ կա Իսրայելի հասկացողության մեջ երկու կոմպոնենտ ընտրության, որպես ժողովուրդ էթնիկ եւ Աստծո որդիներ, այսինքն սերունդ, որը խոստումի որդիներ են, ոչ թե խոստումի որդի, ինչպես Իսահակ, այլ խոստումի որդիներ Իսահակի նման, խոստումի այս ժամանակ կգամ եւ կլինի որդի, ինքնավորոշում, եւ ժամանակը երբ կգա, եւ ով կծնվի եւ ումից կծնվի, դա Աստվածա որոշում, դա սուվերեն կամքն է, որը ամբողջացնում է փրկության ծրագիրը, որի հիմքում ընկած է սա, նրանց, որոնց ընտրեց նրանց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու եւ որոնց սահմանեց նրանց կանչեց եւ ում որ կանչեց նրանց էլ Քրիստոսի արդարությունով արդարացրեց եւ ում որ արդարացրեց նրանց էլ փառք մցրեց փառքին մասնակից արեց եւ հիմա առաքյալը այս 6 համարում բացատրեց թե միթե Աստծո խոսքը գետին անկել քավլիցի Աստծո խոսքը գետին չի ընկել շարունակվում է որտեղ Աստված հսկում է եւ գործ ունի իր ծրագրի մեջ եւ էթնիկ ժողովրդով Իսրայելի եւ փրկություն ժառանգողների որոնք խոստումի որդի են Տերը ձեզ օրհնի իր փառքի համար Ամեն։ Մենք արդեն կանադառնանք մյուս հատվածներին։